Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարև ձեզ։ Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը։ Պաշտպանական գերատեսչությունից են հայտնում այլ մանրամասներ չհայտնելով։ Հիշեցնեմ, Հայաստանն ու Հնդկաստանը վերջին տարիներին կնքել են ռազմատեխնիկական համաձայնագրեր, որոնց ընդհանուր արժեքը ըստ որոշ տվյալների կազմում է 1.5 միլիարդ դոլար։ Նյու Դելին այդ գործարքների շրջանակում Հայաստանին մատակարարում է հրետանային համալիրներ, հոբ համակարգեր, զինամթերք և ռազմական նշանակության այլ արտադրանք։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն, 1746 տոննա ընդհանուր քաշով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Գնացքը շարժվել է Բալաջարի կայարանից, այն կանցնի Վրաստանի տարածքով, որից հետո կուղևորվի Հայաստանի Դալարիկ կայարան։ Նշվում է, որ այս պահի դրությամբ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով արդեն Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 285 վագոն, մոտ 19900 տոննա հացահատիկ։ Հիշեցնեմ, շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025-ի նոյեմբերի 6-ին է Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասել Հայաստան։ Դրան հաջորդել է ղազախական ցորենը, ապա նորից ռուսականը։ Դեկտեմբերի 19-ին Հայաստան հասավ 22 վագոն ադրբեջանական բենզին։ Հունվարի 7-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան։ Իրան, Միացյալ Նահանգներ հնարավոր բախման մասին։ Դոնալդ Թրամփը պատասխանել է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի նախազգուշացմանը, թե Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը կարող է տարածաշրջանային պատերազմ հրահրել։ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի բանակցությունները կհաջողեն, սակայն հստակ հասկացրել է, որ ռազմական ուժը մնում է հնարավոր տարբերակներից մեկը։ Մենք այնտեղ հենց կողքին ունենք ամենամեծ և հզոր նավերը։ Դրանք պատրաստ կլինեն մի քանի օրվա ընթացքում, հույս ունեմ, որ կպայմանավորվենք։ Եթե չպայմանավորվենք, կտեսնենք։ Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդը նախազգուշացրել էր, որ պատերազմ սանձազերծելու Միացյալ Նահանգների ցանկացած փորձ կհրահրի տարածաշրջանային հակամարտություն, հեռուն գնացող հետևանքներով։ Նշեմ, որ մի շարք պետական ու քաղաքական գործիչներ անխուսափելի են համարում Միացյալ Նահանգների հարձակումը։ Օրինակ, Սերբիայի նախագահ Վուչիչը կարծում է, որ Իրանի վրա հարվածը կարող է տեղի ունենալ 48 ժամվա ընթացքում։ Մարզաշխարհին անցնենք։ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը երկարատև դադարից հետո առաջին հաղթանակն է տարել խառը մենամարտերում։ Լոս Անջելեսում անցկացված մրցաշարում 66.5 կիլոգրամ քաշային կարգում Հարությունյանը մենամարտել է ամերիկացի Շեյն Տորեսի հետ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ։ Մենամարտը կանգնեցվել է 4-րդ ռաունդում։ Մարզիկի խոսքով այս հաղթանակը իրեն բարդ է տրվել, քանի որ երկար ժամանակ չէր մենամարտել, չէր մարզվում, մարզում էր երեխաներին։ Ասում է, որոշեց վերադառնալ և նորից պայքարել։ Միհրան Հարությունյանը խառը մենամարտեր մարզաձևում անցկացրել է 8 մենամարտ, տարել 7 հաղթանակ և կրել 1 պարտություն։ Շարունակելով մարզական լուրերը, գեղասահորդներ Կարինա Ակոպովան, Նիկիտա Ռախմանին մարզական զույգը 2026-ի օլիմպիական խաղերի բացմանը կդառնա Հայաստանի հավաքականի դրոշակակիրը։ Փետրվարի 6-ից 22-ը Միլանում կայանալիք խաղերին Հայաստանից կմասնակցեն 5 մարզիկներ։ Բացի դրոշակակիրներից նրանք են դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Հարություն Հարությունյանը։ Խաղերի փակման ժամանակ Հայաստանի հավաքականի դրոշակակիրները կլինեն Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը։ Այսքան այս ժամին, մեր հաջորդ հանդիպումը ժամը 17-ին է։